Արև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք փետրվարի 23-ի գործակարգավարական խորհրդակցությունը։ Այսօր ունենք նոր նշանակում, պարոն Արտյոմ Կարապետյան նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար։ Շնորհավորում եմ, պարոն Կարապետյան։ Սկսենք Վեոլաջրից։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում ընկերության թեժ գիծ հեռախոսահամարին գրանցված եւ վերացված ջրագծի վթարների քանակը թվով 175, կատողական 100%, գրանցված գոյագծի վթարների քանակը թվով 690, վերացված 635, կատարողական 92%, վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդած ասֆալտբետոնյա ծածկույթի մակերեսը 1190 քառակուսի մետր, վերականգնված 850 քառակուսի մետր, իրականացված վթարային ջրանջատումների քանակը թվով 30, մաքրված անձրևաթաթի տարրերի քանակը 155, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևան գազ։ Պարոն քաղաքապետ, 2026 թվականի փետրվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ԳԳՄ սպասարկման տարածքում տեղի են ունեցել թվով 11 վթարային գազանջատումներ, վթարավերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են եւ վերականգնվել են գազասպառողների գազամատակարարումը, կատարողական 100%։ Շնորհակալ եմ, էլեկտրական ցանցեր։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում վթարային անջատումներն 95-ն են, պլանային անջատումները 84-ը, քանդված ասֆալտբետոնյա ծածկույթ 45 քառակուսի մետր, վերականգնված 56 քառակուսի մետր, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երկաղլույս։ Պարոն քաղաքապետ, ունեցել եք 85 վթար, ինչը վերականգնվելու 98%-ով, քաղաքում տեղադրվել են ընդհանուր հաշվով 239 լեդ լուսատու։ Տեղեկացնում եմ նաև, որ Մայրաքաղաքի նոր մարզեցի, բայց թե կենտրոն վարչական շրջաններում շարունակվում են լուսավորության 9 հաղորդադարերը նորով փոխանցելու աշխատանքները։ Այսքանը շնորհակալություն։ Նաև Սասունցի Դավթի արձանի լուսավորություն են կազմակերպել, ճիշտ է, պարոն։ Այո, պարոն քաղաքապետ, նախորդ շաբաթ մենք ձեր հանձնարարությամբ Սասունցի Դավթի արձանի լուսավորությունը փոխել ենք, ապա մոնտաժել ենք տեղադրված 9 լուսատուները, տեղադրվել են նոր լուսատուներ, նոր հաշվարկով եւ արգին գեղեցիկ բան ստացվել է։ Շնորհակալ եմ։ Աղբանություն։ Պարոն քաղաքապետ, Մայրաքաղաքում 24/7 գրաֆիկով իրականացվել է ընդհանուր թվով 11520 աղբամանների սպասարկում, ինչպես նաև ամենօրյա գրաֆիկով վարձակալական հիմունքներով տրամադրված 204 աղբամանների սպասարկում։ Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 307 սահմանման աշխատակիցներ, որ կազմում է գրանցված աշխատակիցների 92%-ը, մնացած 8% աշխատակիցները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության վարձակուրդի մեջ։ Փողոցների մաքրությունը իրականացվել է Բելարուս տեսակի 6 քատ տեսակի 2 տրակտորներով եւ 7 ինքնաթափ մեքենաներով, ինչպես նաև Գարշեր փոշեկուլ մեքենաներով 430 կիլոմետր տարածք է մաքրվել, իսկ կամաց փոշեկուլներով 438 կիլոմետր տարածք։ 15 ջրցան մեքենաներ վերապրոֆիլավորվել են արդեն եւ սկսել են իրականացնել Մայրաքաղաքի փողոցների լվացման աշխատանքներ։ Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՍՄ համայնքային հիմնարկի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել է 75 զանգ, իսկ ակտիվ քաղաքացի հարթակով քաղաքացիների կողմից ստացվել է 195 հայտ։ Նշեմ, որ Վիոլաջուր ընկերության կողմից Շենգավիթ, Կենտրոն եւ Երևանի վարչական շրջաններում գտնվող 162 դիտահորերից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից եւ տարածքը բերվել է պատշաճ տեսքի։ Պարոն քաղաքապետ, զեկուցում եմ, որ Մայրաքաղաքի փողոցների մաքրումը աղավազային խառնուրդի մնացորդներից ինտենսիվորեն շարունակվում է։ Աշխատանքները փոքր-ինչ դանդաղում են, քանի որ կուտակված աղավազային շերտը բազմաթիվ փողոցներում բավականին հաստ է եւ կոշտացած եւ հնարավոր է հեռացնել միայն տրակտորներով եւ բահերով, որից հետո արդեն մաքրված տարածքը ամբողջությամբ կարգի է բերվում փոշեկուլ եւ ջրցան մեքենաների միջոցով։ Նշեմ, որ նախորդ շաբաթ ԵԱՍՄ համայնքային հիմնարկի կողմից օգտագործվել է մոտ 70 միավոր տեխնիկա, իսկ վարչական շրջանի մեր գործընկերները տրամադրել են 78 միավոր տրակտորներ եւ ինքնաթափեր։ Այս պահին Մայրաքաղաքում մոտ 70% աշխատանքներն իրականացված են։ Նախատեսում ենք այս շաբաթ արդեն վերջնական կավարտենք։ Շատ լավ, պարոն Կատվալյան, այսինքն այս շաբաթվա ընթացքում ամբողջապես կարող ենք ֆիքսել, որ մաքրված կլինեն փողոցները ավազի մնացորդներից։ Այո, դանդաղման պատճառը պարզապես տեխնիկայի պակասն է, այդքանը։ Որը որ տրամադրեցին մեր վարչական շրջանները իրենց հրատապով։ Այո։ Բոլորը գրեթե։ Երևանի ավտոբուս։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում սպասարկել են ընդհանուր թվով 4689
միավոր շարժակազմ կատարողական 100%։ Պարոն քաղաքապետ, զեկուցումն այլ սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 80 միավոր անսարք, որից ման մակնիշի 87 միավորից 2 միավոր, ժանկ թող մակնիշի 562 միավորից 41 միավոր, հայգեր մակնիշի 103 միավորից 21 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 16 միավոր։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, էլեկտրատրանսպորտ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում երթուղիներում նախատեսված պլանային քանակի համաձայն շահագործվել է թվով 351 շարժակազմ։ Պլանային քանակը կատարվել է 100%-ով։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մետրոպոլիտեն։ Հարգելի պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել 2920 գնաց, կատարողականը 100%։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, կառավարման տեխնոլոգիաների կենտրոն։ Պարոն քաղաքապետ, նախորդ շաբաթվա ընթացքում Տոմսային համակարգում արձանագրված վավերացումները տրոլեյբուսներում կազմել են 88253, մետրոպոլիտենում 537704, ավտոբուսներում 1826391, ընդամենը 2425384, ունենք աճ 6.59%-ով։ Պարոն քաղաքապետ, ձեր թույլտվությամբ նաև ներկայացնեմ նախորդ տարվա հունվարի եւ այս տարվա հունվարի համեմատականները։ Ընտրեմ։ Վավերացումները 25 թվի հունվարին կազմել են 8,975,633, այս տարվա հունվարին կազմել են 8,344,018, բացասական տարբերությունը 651,615։ Միաժամանակ նշեմ, որ նախորդ տարվա հունվարին ոչ աշխատանքային օրերը կազմել են 12, այս տարվա հունվարին 14 եւ անվճար արտոնությունով երթերի մասնաբաժինը 1% նախորդ տարի է եղել, 15% այս տարի, իսկ զեղչված տոմսային գրիչներով երթևեկությունը 1%-ի փոխարեն 10%։ Շնորհակալ եմ, այնուամենայնիվ մեր ողջագրած քաղաքականությունը խստացման ուղղությամբ պետք է շարունակենք, այսինքն վճարումների նկատմամբ խստացված վերահսկողության ուղղությամբ։ Պարոն Թևոսյան, մի քիչ խոսենք փոսալցումից, խոսենք անփամփության նաև առաջացած հարցերից եւ խնդիրներից։ Խնդրեմ, պարոն Թևոսյան։ Պարոն քաղաքապետ, մինչ այս պահը կտրվել է մոտ 15000 քառակուսի մետր ասֆալտ բետոնյա ծածկույթ եւ տեղադրվել է մոտավորապես 13000 քառակուսի մետր ասֆալտ բետոնյա ծածկույթ եւ տեղային լուծումներ են տրվել մոտ 320 ժամանակավոր տեղային լուծում են տրվել մոտ 320 փոսի, որը գույքագրված է եւ այնուհետեւ անդրադառնալու ենք այդ փոսերին։ Շատ լավ, ընդհանուր առմամբ ձեր աշխատանքի տեմպը իրապես լավն է, այսինքն փետրվար ամսվա կեսերին մենք մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են իհարկե մեծ ծավալի, որոշակի նույնիսկ ավելի հրատապ լուծումներ են պահանջում, բայց այնուամենայնիվ մենք որոշակի խնդիրներ արձանագրել ենք վարչական շրջաններում։ Ինչ որ տեղեր ունեցել ենք լավ արդյունքներ, ինչ որ տեղեր այնուամենայնիվ հարցեր առաջացել են։ Բիտումի հետ կապված պատմությունը ինչ էր վերջը։ Պարոն քաղաքապետ, մեր մոտ դեպք է տեղի ունեցել Վարդանանց փողոցի վրա եւ այլ փոքր մասշտաբի կրկին դեպքեր ունենք, որոնք ուղղակի չեն Facebook-ում չեն հայտնվել, որոնք մենք գրանցում ենք, այսինքն մեր պատասխանատու ինժեներները, որոնք այդտեղ են եւ գրանցվել են, որոնք միանշանակ են ձեր պատասխանատու ինժեներները հասկացանք, բայց նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում, պարոն Սևոյան։ Պարոն քաղաքապետ, իրանք տեղում են եղել, երկու տեղով են անցկացրել այդ օրը, Թոթովենցի եւ Հովհաննիսյան փողոցի վրա։ Այդ բանը լցրել են ընդհանուր կամազից դատարկել են, որ ասենք տեղափոխեն։ Նկարահանումը հենց այդ բանը է տեղի ունեցել։ Այդ տվյալ տեղը բիտումով ասֆալտ է արված եւ վերածա պատշաճ կարգի։ Այդտեղ բիտումով ասֆալտ արված։ Այդ նույն տեղում բիտումով ասֆալտ արված նկարները կան։ Բայց ինչի չէին արել բիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք Թոթովենցի ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները։ Վերևից ասենք թափելով գալիս էին դրա համար։
Չեմ հասցնեն այդ հատվածը նկարանը տեղի ունեցել։ Ինձ թվում է նկարանումը տեղի չի ունեցել, տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Չէ, պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետքա մարդ դնել հետները, որովհետեւ երբ որ չկա վերահսկողություն, բարձվում է աշխատանքը ով ոնց կարա ինչ որ մի բան պակաս անելու է անպայմանորեն ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին բայց ասենք շին բարեկարգումը նույնիսկ գիշերով են իրենց աշխատակիցները կողքները կանգնած ասենք օրը ցերեկով չա նշանակում ասենք մի մարդ չունեք գնա կողքները կանգնի տենա ինչ են անում կամ լավ ասենք որ դառնա էլի ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր իրանք գիտակցում են դա ոնց են ձեր մրցույթները ումն է ընթացքի մեջ էս պահին Աջափնյակ հələ խնդրեմ պարոն Սարգսյան ոնց ձեր մոտ ոնց է Պարոն քաղաքապետ մենք Շաբաթօրվանից արդեն սկսել ենք մեր բակային տարածքների փորձալուծման աշխատանքները։ Այսօրվանից երկրորդ խումբն էլ արդեն շինարարը ներգրավում, շատ ինտենսիվ աշխատանքներ են կատարում, մենք էլ հետևել ենք պարոն Փամբուրջյանի այդ շաբաթօրը աշխատանքների մեկնարկին, նորմալ ընթանում է։ Պարոն Փամբուրջյան Փաստում է պարոն քաղաքապետ, որ Աջափնյակի շինարարներից մեկ բավականին գոհունակությամբ կարող եմ արտահայտվել, որովհետև թե ինտենսիվությունը եւ թե որակը ակնհայտ է, Նազարբեկյան թաղամասից սկսեցինք, այսօր պետք է սկսեն 16 թաղամասում, եթե չեմ սխալվում, 16 թաղամաս այսօր կսկսեն աշխատանքները, երկրորդ խումբը եւ այդպես վարչական շրջանը հերթականությամբ կիրականացնի բակային տարածքների ասֆալտապատում փոսալուծում։ Շատ լավ, ես առաջարկում եմ վերահսկողությունը որոշակի ինտենսիվությամբ փորձաքննություններ իրականացնի տարբեր էս աշխատանքներ, որպեսզի հասկանանք որակը ինչպես է տեղի ունենում, այտենց առաջին հայացքից հիմնական փողոցների վրա ոնց որ թե խնդիր շատ չենք ունենում, բայց այնուամենայնիվ նաև տարածված տեսանյութերով, այդ 1-2 դեպքով տենց տարածվում է, որ սա ամբողջ քաղաքում անորակ ասֆալտապատում է արվում։ Այդ 1-2 դեպքով է տենց լինում, պարոն Սևոյան, ինչա ձեր մարդիկ այնտեղ կանգնած չեն լինում։ Ինչ անենք, հələ մի հատ ասեք, էլի, ասեք իմանամ, կարող է ինչ-որ սխալ ենք անում, կարող է դուք չպետք է անեք, միգուցե պարոն Սևոյան, այդ ծավալն էլ տեղափոխենք։ Չէ, պարոն քաղաքապետ, ուղղակի աշխատանք արագ կազմակերպելու համար, որպեսզի շուտ հասնենք փոսառությունները, 2 տեղով եք աշխատանքները սկսել։ Ախր պարոն Սևոյան, այդ 2 տեղով որ սկսել եք, հիմա 2 տեղով էլ եթե անորակ եք անելու Եթե 2 տեղով է խնդիր է լինելու տարվա վերջը, իմաստ է այդ սկսելու, այդ փողը ծախսելու։ Պարոն քաղաքապետ, իմ ներկա եղած ժամանակ այնտեղ մարդիկ բիտումը լցրել են ու ավելի շատ։ Հենց խնդիրը այդտեղ է, որ ձեր ներկա եղած ժամանակ այնտեղ, եւ որ դուք ներկա չէիք փաստացի, մենք տեսնում ենք, որ չեն լցրել։ Փաստ տեսնում ենք։ Փաստ դա տեսնում ենք։ Պարոն Մարգարյան, խնդրում եմ բոլոր արվող աշխատանքներից տարբեր հատվածներից փորձանմուշներ վերցնել ու փորձաքննություն իրականացնել։